Անհոր եւ որդվո եւ օգուին սրբով ամեն։ Նախքան սկսելեն առաջ շնորհակալ եմ դերայր, որ այս խորհրդատվությունը ներկայացնելու առիթը դրիք ինձի։ Գուզեմ սկսել օրվան պատկամս հետևյալ հարցումով։ Ինչ է ձեր կարծիքով պատճառը, որ գնա բացատրե, ինչու այսքան մարդիկ ենջված է այս տարի մեջ։ Ընդհանուր նայքն է ճշվարը այս հարցումին ճիշտ եւ մեկ պատասխան տալը։ Վստահ եմ, որ բոլորիս տարբեր պատասխաններ ունին մեր մտքին մեջ։ Ցեզ մեր մի քանի մարդիկ գնան ասել, որ social media-ի պատճառով մարդիկ հավատքը մեկ կողմ գցիկեն եւ ավելի ֆեյմի հետևեն գվազեն։ Ուրիշ մարդիկ գնան ասել, որ մեր երկիրի կապիտալիստ մտածելակերպը գկաչալերը մեզի ավելի թրամին հետևեն վազել եւ նորեն հավատքը մեկ կողմ ցիկել։ Բայց անձնական կարծիքովս այսօր շատ մարդիկ ենջված են, քանի որ մեր հավատքնից բարձրապես սխալ դեղ, դգար եւ բագաս է։ Այս շաբթված Սուրբ Գևորգի ուխտի հիշատակությունը առիթն է, որ մեր հավատքը զորացնել։ Իր կյանքը մեզ կհիշեցնե հավատքի կարևորությունը, որպեսզի կարենանք անցնենք ճշվար ժամանակներեն եւ դխուր ադեմներեն։ Բացատրեմ հետևյալը օրինակումը իր կյանքեն։ Սուրբ Գևորգը, ինչպես որ գիտեք, բարձր աստիճան զինվոր է հռոմեական բանակի մեջ։ Անբացահայտ օրեն հռչակեց իր քրիստոնեության հավատքը, իմանալով, որ այդ գարաշնորհտե չարչարանքներու եւ մահվան Դիոխետանոս գայսրի հալածանքներու դակ։ Մույսերուն նման իր հավատքը չուրացավ եւ չի երկրպագեց գայսը որպես Աստված։ Այն պատճառով է, որ մեր Սուրբ Պատարագին ընթացքին, երբ որ Սարգսակը գլրացնե գարտալու օրվան ավետարանը, հետևյալ շարականը գերկենք միասին։ Հավատանք իմի Աստված իր հայր ամեն ագալ։ Աստված մեր բոլորին համար ծրագիրը գծած է եւ մեր բադին է որպես հայ քրիստոնյա անոր հարկենք։ Բայց արժանի ըլլալու համար այդ ծրագիրին պետք է մեր կողմեն չանք տապենք։ Քանի որ այս աշխարհի մեջ, ինչպես որ գիտեք, ամեն ինչ ունենալու համար ծրի չի կար։ Պետք է աշխատանք տապենք։ Ցեզի օրինակ մտամ։ Ասեք մեկը, որ գշիր կարերի վերջին դարին եւ գսկսի մարզասրահ տալու մեկ շաբաթվա համար եւ լավ ուտելու։ Մեկ շաբաթվա ընթացքի մեջ չէ, որ պիտի տեսնա փոփոխությունները, թե ամիսներ եւ թե դարիներ պիտի առնի, չանք տապելով, որ հասնի իր նպատակին։ Հավատքն ադորմե դարբեր չէ։ Շարունակելու համար պատկամս Բոլորիս ունիկ մեր դարբեր տեսակի դժվարությունները, մեր անձնական վիշապները, թե լա ստրես, անորոշություն, աղքատություն, վախ կամ նույնիսկ ենջվածություն։ Այս մեր խնդիրները կարելի նմանող չէ Սուրբ Գևորգի փորձություններուն, բայց տասը որ գնանք սորվիլ նույնն է։ Հավատքը գնա մեզ բարձրացնել ուսահատութենեն։ Այդ մեզի հույս կուտա, երբ ամեն ինչ անօգուտ գտվի եւ կհիշեցնե, որ դժվարությունները վերջնական խոսք չէ։ Առավել, ամոր քաջությունը կհիշադակե մեզի, որ հավատքը մեր ամենամեծ զորությունն է մութ ժամանակներում։ Սուրբ Գևորգը մեզի գսորվեցնե, թե իսկական հաղթանակը չէ ցավը խուսափիլ, այլ ճշմարտության մեջ գանկիլեն ու Աստուծո վստահիլ։ Հավատքի շնորհով մենք գրդանք իմաստ գտնել մեր ցավին մեջ, ինչպես Սուրբ Գևորգի հաղթանակը վիշապի վրա դարձավ բարի հաղթանակի նշան, նույնպես հավատքը գրդա օգնել մեզ ախտահարել
մեր ներսի վիճակները, կասկածը, վախը եւ թե ուսահատությունը։ Այժմ գուզեմ շարունակել գարտալով բաժինը հայտնության քիրքեն։ Բնավ մի վախնար այն չարչարանքներեն, որ պիտի գրես։ Ահա չարախոսը փանդը պիտի նետե ցեզմե ոմանք որբեսի փորձվիկ եւ 10 օր դաղաբանք պիտի ունենաք։ Միջև մահ հավատարիմ եղիր ու պիտի դամ քեզի կյանքի բսակը։ Հոս ինչու կգարտանք միշտ կարևոր է հավատարիմ մնալ Աստուծո հանդեպ թե ճշվար ժամանակներուն եւ մեկ անգամ ճշվար ժամանակներն անցիկն է մեզի պիտի դրվի հավիտենական կյանք։ Ապոպելու խոսքս եթե մեկ տասը գնակն է սորվիլ Սուրբ Գևորգին պատմությունեն հետևյալն է։ Միշտ գենտանի բահել մեր հավատքը։ Հավատքով, որ մեր անձնական սուրն է, կարելի է հաղթահարել մեր առօրյա վիճակները, ինչպես Սուրբ Գևորգ ըրավ իր ժամանակին։ Թող այս շաբթվա մեր եկեղեցվո Սուրբին նվիրված դոնը մեզ ավելի մոտեցնե Աստուծո եւ ոգեշնչե մեզ ապրելու նույն անձնական հավատքով։ Ամեն։ Բարձր կադար մատիկ սայլեման։ Ուրեմն ընգճվածությունը, սթրեսն է կամ depression-ը եւ վիշապները պես էր մատիկը, որտեղ միշտ Սուրբ Գևորգը վիշապին հաղթող պատկերի մեջ պատկերված է, ինչպես խորանին ունենք, եւ նիզակը այդ հավատքի նիզակն է, որ Պողոս Արաքյալն կխոսի, որ պետք է սպառազինվենք, այսինքն զենքեր ունենանք։ Եվ հետաքրքրական է, որ իրապես մեր կյանքի մեջ շատ լուր վիշապներ կան, որ կուզեն մեզի միշտ հուսահատեցնել, մեզի միշտ հավատքի հեռացնել, բայց Աստված իր սուրբերի օրինակով ուկա մեր հավատքը նորոգելու, որ իրեն մոտենանք։ Եվ եթե գիշեք Մատթեոսի ավետարանի մեջ, Հիսուս հավատացյալներուն ինչի կնմանեցնե, կսեք դուք եք երկրի աղը։ Ինչու գսե դուք եք երկրի աղը։ Ինչ կնե աղը, հեչ մտածեր եք։ Համ գբերը, ուրիշ ինչ կնե։ Համը գավրե, եթե շատ լա, այո։ Երբ որ ձովի տալ երթանք հոն ինչ կա, հոնալ աղ կա։ Այսինքն, եթե աղ չլա, շատ բաներ գպդին։ Չէ, դուք երբ որ կեբաբի միս կնեք, ինչ կնեք լավ, աղ գնեք, որ բանը լա, preserve-ն է, բահե իրեն։ Ուրեմն, Հիսուս ճիշտ ատ գսե, որ դուք եք աղը և լույսը։ Այսինքն, եթե դուք ձեր մեջը աղ չունենաք, որը հավատքն է միջայլոց, և սավ ջերմակ բան մտեսնեն, որ համ չունի, ինչ կնեն, դուրս կնետեն, ավետարանը գսեն։ Այսինքն, չենք կրնար մենք հավատացյալը լալ և միայն քույն ունենալ, չէ, անունով հավատացյալի մասին չէ։ Եվ Սուրբ Գևորգը ադոր վգան էր, որ ճիշտ է մեծ ջեներալ էր, զորավար էր, մեծ պաշտոն ուներ, վստահ եմ շատ դրաման ուներ, որտեղ մեծ պաշտոն ուներ, բայց ինքը աղ լալը փաստեց։ Եվ ինչպես մենք աղը չափավոր գործածենք, նույնը կյանքիս մեջ մեր կորձը չափավոր պիտի լա։ Մեր թափարիլը դուրսը չափավոր պիտի լա, որտեղ աղը նաև չափավորության խորհուրդը պիտի լա։ Մեր հարաբերությունները չափավոր պիտի լա։ Չլա, որ միայն մարդոց հետ լանք, Աստծուն մոռանանք, եւ չլա, որ միայն Աստծու հետ լանք, մարդոց մոռանանք, որտեղ Աստուծո եկած սերը ես կրնամ միան ադայդել մարդոց միջոցով։ Եթե մեկը միայն Աստված կսիրե եւ շուրջինները չի սիրեր, ինչը սերը, պատվիրանի գեսը կկայացնեն, որտեղ երբ որ Հիսուսին ասին, որն է ամենևես պատվիրանը, ինչը սա, պիտի սիրես քո Տեր Աստծուն ամբողջ հոգիով, մտքով եւ զորությամբ, եւ նաեւ պիտի սիրես քո դիմացինը, քո թելացիդ, քո բարեկամը,
որտեղ աղ է լրումը օրենքի եւ մարգարեների։ Ուրեմն աղ օրհնելով թող մեր կյանքը օրհնվի, Աստված թող մեզի ավելի համեմե իր սիրով, մեզի առողջություն դա եւ մեր ավարտքը ավելցնի, որովհետեւ ամեն տարի Աստծո դոնելով մեկ քայլ եւս մոտենանք Աստծո, ով մեզի հարադեպ կսիրե եւ իրեն կկանչի։ Որով օրհնյալ եք հավիտյանս հարմերից ամեն։ Այժմ աղի օրհնություն գիտենք։